Բարև ձեզ, եթերում է ուրբաթ օրով հաղորդաշարը, այսօր խոսելու ենք բարբառի դժվարությունների մասին, և այսօրվա հյուրն է Նարէ Չոբանյանը Չորաթան գյուղից։ Ողջույն Նարէ։ Ողջույն Հրաչ։ Գյուղական բարբառը ինչ դժվարություններ է առաջացնում գյուղից դուրս։ Առաջին դժվարությունն այն է, որ գյուղից դուրս բարբառով խոսելիս ստիպված ես լինում որոշ բաներ մեկնաբանել։ Իսկ կարող ես նշել այդ բառերից։ Իհարկե այո, օրինակ էզղոլը, էղոլը, դիեր, տվեր և նմանատիպ այլ բառեր։ Բայց արի ընդունենք, որ մեր բարբառը շատ քաղցր է։ Բնականաբար, հենց դրա համար էլ այն մշտապես օգտագործում ենք մեր կենցաղում։ Լավ, արի անդրադառնանք բարբառի առաջացրած դժվարություններին։ Գյուղում ապրելով բնականաբար օրվա մեծ մասը օգտագործում ես քո բարբառը, և այստեղ դու արհեստավարժ ես քո խոսքի մեջ, իսկ երբ գյուղից դուրս ես լինում, ստիպված ես խոսել այն հայերենով, որը սովորեցրել են քեզ դպրոցում։ Մեր հայերենը շատ գեղեցիկ լեզու է, հատկապես այն հայերենը, որը սովորում ենք դպրոցում, բայց քանի որ այն հաճախ առօրյայում չենք օգտագործում, գյուղից դուրս առօրյա խոսակցականում դժվարանում ենք։ Համամիտ եմ։ Բառերը մտքիդ գալիս են բարբառային, բայց դու ստիպված ես դիմացիդ հետ խոսել այլ հայերենով, որ իրեն հասկանալի է։ Եվ որքան էլ զարմանալի է, ես գյուղից դուրս հանդիպել եմ տատիկ-պապիկների, որոնք ապրում են երկար տարիներ քաղաքում, դեռևս պահպանում են իրենց բարբառային ակցենտը։ Ես կարծում եմ, որ բարբառը մարդու մեջ է մինչև իր ծնվելը և երբեք դուրս չի գալիս։ Եվ ինչպես այստեղ ասում էր Նունե Պողոսյանը, կաթի հետ մտածը հոգու հետ է դուրս գալի։ Բարբառը մեր ինքնությունն է և այն պարտավոր ենք պահել, պահպանել։ Գյուղական բարբառը որքան էլ դժվարություններ է առաջացնում, այնուամենայնիվ այն գալիս է մեր հոգուց, սրտից և մտքից։ Եվ առանց բարբառի մենք կկորցնենք մեր տեսակը և կրկին հիշեցնեմ մեր կարգախոսը։ Այո, գյուղում ապրելը դժվար է, բայց լավ արժեքները ձեռք են բերվում դժվարությամբ։ Կհանդիպենք։